Ավարտվել է շախմատի երիտասարդական համահայկական օլիմպիադան։ 9 օր շարունակ ԱՊՀ-ի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի, Միացյալ Նահանգների, Արցախի և Հայաստանի հայ շախմատիստները պայքարել են գլխավոր մրցանակի համար։ Շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի մրցանակները սահմանվել են շվեյցարական մրցակարգի համաձայն, մրցանակներ թիմային և անհատական խաղի համար։ Սամվել Սևյանը շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի ամենակրտսեր մասնակիցը։ 9-ամյա տղան փոքր-ինչ տխուր է, արդյունքները չեն գոհացնում։ Ուզում էր Տիգրան Պետրոսյան կրտսերին հաղթել, բայց չստացվեց, ավելի ճիշտ վիճակահանությամբ գոնե շախմատային նույն տախտակի առջև չնստեցին։ Իսկ այս օլիմպիադայի ժամանակ աշխարհի 4 ծայրերից եկած 40 լավագույն հայ շախմատիստներ են հաղթանակի համար պայքարել։ Հաղթողները հայտնի են, բայց նրանց մասին ավելի ուշ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և սփյուռքի նախարարության կողմից նախ կազմակերպիչներն ու աջակիցներն են պարգևատրվում։ Այստեղ է պարզվում։ Մրցանակը գիտների համար մրցանակներ նաև հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունն է նախատեսել։ Ուստի պարգևատրվողների շարքում նաև Աշոտ Ղազարյանն է։ Եվգենիա Դոլուհանովա, Ուկրաինա։ ԱՊՀ-ի հավաքական թիմն է։ Թիմային խաղի համար առաջին մրցանակը $3000 հենց նրանցն է։ Այնպես է ստացվել, որ հյուրերը Տիգրան Պետրոսյանի գլխավորած Երևանի թիմին են հաղթել։ Նրանցը երկրորդ տեղն է $2400 մրցանակով։ Երրորդ տեղում Եվրոպայի հավաքականն է։ $2000 էլ նրանք են վաստակել։ Պարտվողները հավաստիացնում են, իրենք բոլորովին չեն տխրել, ի վերջո հայը հայի հետ է մրցել։ Հայ ինչ անենք, ուրեմն լավագույնն են եղել, ուժեղագույնն են ճանաչվել։ Շնորհավորում ենք մենք իրանց, նորմալ է։ Այս մրցաշարը իր էությամբ շատ ջերմ էր եւ ամենակարևորը, որ մենք ամբողջ մեր հայ շախմատային աշխարհին կարողացանք միասին անցկացնել 10 օր մրցել եւ մեկ ընտանիքի մեջ զգալ մեր հայ լինելը։ Շատ լավ դեր սիրեցի երնակ ջաշարանները, բաները հրապարակը, բավական մարգար եւ դեսքը շատ քեծիկ Երևանում։ Ոչ միայն Հանրապետության հրապարակով, այլև Էջմիածնով ու հատկապես Սևանով հիացած բրազիլիահայ այս երիտասարդը շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի տղամարդկանց մեջ անհատական հաշվարկով երրորդ մրցանակակիրն է։ Միավորներով զիջում է Տիգրան Պետրոսյանին ու առաջին տեղը զբաղեցրած Ռուսաստանը ներկայացնող Պողոս Նահապետյանին։ Իդեպ թե ինչպես են ծախսելու մրցանագումարները, տղաները դեռ չեն որոշել, աղջիկներն էլ ծրագրել են, բայց նախընտրում են լռել։ Նրանց դեպքում երրորդ տեղը երկու մասնակից է զբաղեցրել Կատերինա Ռոհոնյանը Միացյալ Նահանգներից եւ Սիրանուշ Անդրեասյանը Էջմիածնից։ Երկրորդ տեղում Ամերիկայի ժամանած Տաթև Աբրահամյանը, իսկ առաջինում Լիանա Արությունովան Ուկրաինայից։ Դիանան խոստանում է հաջորդ անգամ Հայաստան գալ հայերենի իմացությամբ, դա արդեն այն ժամանակ, երբ պարգևատրվողները օլիմպիադայի ամենափոքր մասնակիցներն են։ Սամվելիկին այս անգամ բախտը չժպտաց, բայց Արցախից եկած Մանուել Պետրոսյանին հաջողվել է անգամ միջազգային վարպետին նորմալ լրացնել։ Փոքրիկն ասում է, այս օրը երբեք չի մոռանալու։ Ավելի ուշ Սմբատ Լպուտյանը բոլոր մասնակիցներին է առաջարկում անմոռանալի եւս մի պահ ունենալ՝ լուսանկարվել շախմատային տախտակի վրա մի պահ թագուհի ու թագավոր զգալով։ Արփիս Քեսյան, Ժիրայր Հաբետյան, Հորիզոն։